Ներկայի դրա վախճանի մոտիկության ըմբռնումը նախադամացիներն ու մարդիկ զգացել էին ջրհեղեղից առաջ։ Լեռնանցքում հայտնի էր, որ գիսաստղի հայտնվելը վատ բաների նախանշան էր։ Գիսաստղի ատլասն անցել է կմոտենա Յուպիտերին 2026 թվականի մարտի 19-ին, իսկ գիսաստղի քարտեզները կմոտենան Արին 2026 թվականի ապրիլի 4-ին։ Ներկայումս Երկիրը գտնվում է 3 ելլեզի թողած թունավոր պլազմային բեկորների հետքում, այս պահին երկնաքարերի տեղատարափների աճ չկա, միայն որոշ կրակե գնդեր են երում երկնքում։ Ներկայում չպետք է լինի գոյաբանական սարսափ, քանի որ բոլորին ասել են, որ անցյալում գրված է, որ ապագա կատակլիզմը կվերջացնի մարդկությանը։ Ոչ ոք չէր իմանա ժամը կամ օրը, բայց նշանները աշխարհին կասեին, թե երբ։ Գրավոր խոսքի ռազմավարական վերլուծությունը բացահայտեց բոլոր հղումներից վեր կարևոր փաստը՝ իրադարձությունների նկարագրությունը, հաջորդականությունը, որոնց համաձայն հին Երկիրը պետք է փոխարինվեր նորով, առանց ծովերի։ Ռազմավարական վերլուծությունը պահանջում էր ֆիզիկայի միջոցով պարզել Երկիրը ոչնչացնելու, նրա ծովերը հեռացնելու նոր երկրի առաջացման պատճառ։ Հայտնաբերված երկնային մարմինը նշանակվել է 2014-ն 271, ենթադրվում է, որ այն կմտնի արեգակնային համակարգ 2031 թվականի հունվարի 1-ին։ 2014-ն 271-ը մոլորակի չափի մարմին է, որը շարժվում է գիսաստղի արագությամբ 500 տրիլիոն տոննա զանգվածով, որը իր միջուկից արձակում է 43 ամ հեռավորության վրա մագնիսական ազդեցություն։ Այս օբյեկտի մասին իմացությունը ճնշվում է էներգիայի շարունակականությունը թույլ տալու համար։ Մինչ որ իրադարձությունների համաշխարհային ուժեղացումը այլևս չկարողանա թաքցնել 2014-ն 271-ի ազդեցությունները արեգակի, ներքին մոլորակների արեգակնային համակարգի վրա։ Նախորդ անցման ժամանակ այն ոչնչացրեց մի մոլորակ, որն այժմ կոչվում է աստերոիդների գոտի, միաժամանակ ոչնչացրեց իր արբանյակի մագնիսական դաշտը, կորցնելով նրա ջուրը, մթնոլորտը հողը, թողնելով կարծր ապար, որն այժմ հայտնի է որպես Մարս։ Երբ այն վեր էր շարժվում էկլիպտիկայով, վերադառնալով իր անվերջ ուղեծիր, նրա մագնիսական ազդեցության ուժը տեղաշարժեց արեգակնային համակարգի բոլոր մոլորակների առանցքը նույն ուղղությամբ։ Տեսեք սա ավելին, բաժանորդագրվեք, ստացեք հատուկ առաջարկը, որը ներառում է անվճար ծրագրային ծրագիր World of the Damned-ում գրավոր խոսքից ստացված աստվածաշնչյան լուծումով, որը կլուծի ցանկացած խնդիր։